Սիրելի ուխտավորներ, Աստուծո փառք եւ գոհություն, որ մենք կգտնվենք օրհնյալ վայրի մեջ։ Այստեղ շակաղեցա 2000 տարիներ առաջ այս զիգատի կետին մեջ առաջին քրիստոնյա գինը մգրդվեցավ Լիդիան Բողոս Արաքյալի գողմերը։ Ինչպես եղավ պատմությունը։ Կգարտանք սիրելիներ Գործ Կարակելոց գրքի 16-րդ գլխի մեջ, թե ինչպես Բողոս Արաքյալ, երբ որ Փարնապասեն բաժնվեցավ, Փարնապասը արավ Մարգոսը գնաց Ֆրուգիա, գնաց Գիբրոս, այն եկեղեցիներ ուր որ հաստատած էր Բողոս Արաքյալի հետ այցելելու, իսկ Բողոս Արաքյալը արավ Շիղան եւ եկավ Ասիա, փոքր Ասիա, որբեսի քարոզեր։ Գկարտանք Սուրբ Գիրքի մեջ, որ Սուրբ Հոգին չարդոնեց Բողոս Արաքյալի, որ քարոզե Ֆրուգիայի մեջ, Բրիտանիայի մեջ։ Ուրեմն Բողոս Արաքյալ գնաց Միսիա, Միսիային պիտի երթար Բրովատա, հանգած հարցյալ Սուրբ Հոգին ասավ, ոչ այստեղ պիտի չքարոզես։ Ինչու համար, որովհետև սիրելներ դերը ուրիշ ծրագիր ուներ, փոքր Ասիայի մեջ արդեն եկեղեցիները հաստատած էին Բողոս Արաքյալ եւ Բարնաբաս, ուզեր դերը որ Եվրոպա անցներ եւ Եվրոպայի մեջ ալ քրիստոնեությունը տարածեր։ Եվ այդ գիշեր Բողոս Արաքյալը երազը տեսավ։ Երազի մեջ տեսավ մագետոնացի մարդը, Մագետոնյան Հունաստանն է։ Մագետոնացի մարդը, որ Բողոսին գսեր, Մագետոնիա եկուր եւ օգնե մեզի։ Եվ Բողոսը երբ արտնցավ իր ընկերներուն ասավ, ովքեր էին իր ընկերները, Շիղան, Սիրվանոսը, Դիմոթեոս իր աշակերտը, որ աշակերտ եղավ, եւ նաեւ Գործ Կարակելոց գրքի հեղինակը ով է, Ղուգաս Ավետարանիչը, նույն Ղուգաս Ավետարանիչը, որ գրած է Գործ Կարակելոցը, եւ Ղուգասը գործով ինչ էր, բժիշկ։ Եվ նայեցեք սիրելներ, հետաքրքրական երբ որ գարտանք 16-րդ գլուխը, մինչև 16-րդ գլխու 9-րդ համարը, 3-րդ թեմքով կխոսի գրողը։ Գսե որ այստեղ գիշերը Բողոս դեսիլք ունեցավ մագետոնացի մարդ մգանքնած էր, գաղաչեր իրեն ասելով Մագետոնիա եկուր եւ օգնե մեզի։ Հիմա 10-րդ համարը նայեցեք ինչ կսե գրողը։ Այս դեսիլքի վրա ուզեցինք շուտով Մագետոնիա ասել, ուզեցինք, այսինքն գահայտնեինք զինք Ղուգաս Ավետարանիչ, որ ինքն ալ որու հետ է, Բողոս Արաքյալին հետն է, եւ ատքի վերջը կշարունակե խոսիլ ճիշտ առաջին թեմ հոգնագիով։ Ուրեմն եկան ուր, եկան սիրելիներ Բողոս Արաքյալի հետ միասին, անցան Սամոթրագե գղզին, Ասիային Սամոթրագե դա գղզին, որ Եգեյական ծովում մեջն է այսօր, եւ այդքի վերջ անցան եկան Նեապոլիս, ունարենով գնշանակե նոր քաղաք։ Նեապոլիսը գիտեք ուր է, ուր որ դուք նստած եք։ Այստեղը Նեապոլիս է, հետևաբար Բողոս Արաքյալ այստեղ եկավ։ Պատմության ընթացքի Նեապոլիսը հետո փոխվեցավ անունը, կոչվեցավ Քրիստոպոլիս, այսինքն Քրիստոսի քաղաք։ Իսկ այսօր այս քաղաք որ դուք գտնվի կգոչվի Կաբալա։ Կաբալան սիրելիներ գտնվի հյուսիսային ուրեմն Հունաստանի մեջ եւ մենք բարձրացանք հյուսիսային Հունաստան։ Այստեղ Բողոս Արաքյալ եկավ Կաբալա, ասկե վերջ էր որ գնաց Ֆիլիպպե, ուր որ փանդարգվեցավ, ամենայնքևս եկավ Կաբալա սիրելիներ, շաբաթ օրով։ Գիտեք որ հրյաները շաբաթ օրով ինչ կնեին, սինագոգները գավակվեին եւ աղոտ կնեին։ Իսկ այն վայրերու մեջ ուր սինագոգ չկար, գիտեք ուր գավակվեին հրյաները, Կեդի եզերքը աղոտ կնեին։ Ուրեմն Բողոս Արաքյալ եւ Շիղան եկան ճիշտ այս զիգատի կեդին եզերքը, ուր որ քիչ անտին նստած էին հրյա գիներ։ Եվ հրյա գիները սիրելներ, երբ որ նստած էին այստեղ, սկսավ իրենց հետ խոսիլ, որու մասին Հիսուս Քրիստոսի մասին։ Եվ այդ ժամանակ այդ հրյա գիներու մեջ գին մգար, հարուստ էր, վաճառական էր Եվրոպայի մեջ, եւ ինչ վաճառականություն գներ, փեհեզ հագուստներ սիրելիներ։ Այսինքն ինքը ձիրանի հանգակին հագուստներ գվաճառեր։
Անոր անուններ Լիդիա, անոր համար գողքի բզդիկ ուրեմն գյուղաքաղաքը այսօր կգոչվի Լիդիա։ Եվ սիրելներ Լիդիայի նաև սրբաբատկերը կրված է։ Ուրեմն Լիդիան Աստված անոր հոգին կփանա, միտքը կփանա, սիրտը կփանա եւ Լիդիան կընդունի ինչը։ Հիսուս Քրիստոսը։ Եվ որ Հիսուս Քրիստոսը կընդունի, նայեցեք ինչ կսե Ղուկաս ավետարանիչ։ Կսե Թիվադիր քաղաքին, Թիվադիրը դրամա քաղաքն է, որ այսօր Կաբալա եւ Թիվադիր քաղաքը ճիշտ մեջտեղն է, մեկոն դրամա քաղաքն է, մեկոն Կաբալան է, Նեապոլիս եւ Թիվադիր։ Ուրեմն Թիվադիր քաղաքին Զիրանի սկեստեր ձախող աստվածաբախ գիմը գալ Լիդիա անունով, որ մտի կներ, դերը նայեցեք, դերը ինք բացավ անոր միտքը, որ Պողոսի խոսքերում մտի կներ։ Երբ ինք եւ իր ընտանիքը լսեցին, հավատացին Պողոսի խոսքերուն եւ ինչ եղան, մգրդվեցան եւ ժողովուրդ ջան, այս շուրով մգրդվեցան։ Այս շուրով մգրդվեցան։ Մգրդվեցան այս շուրով։ Եվ հետևաբար եւ սիրելիներ քրիստոնյա դարձան եւ Լիդիան գիտեք ինչ ըսավ որ Պողոսին, եթե զիս Քրիստոսով զավակ կնկատեք, իմ դուրս եկեք, նայեցեք, եթե զիս դիրոջ հավատացող կնկատեք, եկեք իմ դուրս մնացեք։ Լիդիան իր դունը ինչի վերածեց։ Եկեղեցի։ Հետևաբար առաջին եկեղեցին այս կավալայի մեջ որ մեկ դուն եղավ։ Լիդիայի դունը, որովհետև եկեղեցին էկլեզիա ունարենով կնշանակե հավաքավայր, ուր որ հավատացյալները կհավաքվի։ Եվ այստեղ էր որ կարոզեց Պողոս Արաքյալ, ասկե մեջ գնաց Ֆիլիպե։ Մենք տեսանք սիրելներ, որ քնածկով շատ հեռու չէ, շատ մոտ է, քանի մը 10-15 վայրկյան նույնիսկ չկան, բայց Պողոս Արաքյալ մինչև ոնը ասներ քանի օր տվեց 3 օր։ Այնտեղ գնաց եւ որ կարոզեց Շիղան եւ Պողոսի կարոզեցին, այնտեղ ուրեմն մեծարուստ մարդ մգար կամ դեր մգար, որ աղախին ուներ, ըստրուկ։ Եվ այս աղախինի մեջը չար ոգի մգար, որ քուշակություններ գներ։ Մարդիկ երթային տրամ կվճարեին, ինչպես որ ճշմարտաբար այսօր մարդիկ քուշակներուն երթան եւ տրամ կվճարեն, որբեսի գիտան ապակային ինչ միլա, ուրեմն երթային այս մարդունքով տրամ կվճարեին եւ իր աղախինը չարվոքին բացատրությունը ստանալով կխոսեր։ Եվ այս չարվոքին ամեն անգամ եւ որ տեսավ Պողոս Արաքյալը եւ Շիղանը սկսավ այս աղախինը իրենց հետևեն երթալ չարվոքի մեջ են խոսիր եւ չարվոքին ինչ կսեր։ Կսեր որ ասոնք Աստուծո բարձյալ Աստուծո ծառաներն են, որոնք եկած են, նայեցեք ինչ կսե չարվոքին է սողը, որոնք եկած են փրկության ջամփան սեսի կարոզելու։ Չարվոքիները գիտեն որ ովքեր են Հիսուսի ծառաները։ Եվ ամեն վարգան այդ խոսքը ասելով Պողոս Արաքյալ սաստեց սա չար ու բիլց հոգի դուրս եկոր այս գնգամ մեջ են այս աղջկան մեջ են եւ չար ոգին դուրս ելավ եւ որ դուրս ելավ այլևս աղախինը չեր գրնար քուշակությունն էր ինչ պատահեցավ դերը այդ աղախնին դերը հարգացավ որովհետեւ իր շահը իր կրբանը իր շահը վնասվեցավ քնած կանգադեցավ հադավորներուն Եվ սա որ ասոնք եկած են խառնակություն ունելու մեր այս քաղաքի մեջ, Ֆիլիպեի մեջ։ Հարցակեցան անոնց վրա Պողոս Արաքյալին եւ Շիղային ձեծեցին լավը, խոշտանկեցին զիրեն, քանագոծեցին, ապա բռնեցին դարին փանդ։ Հադավորը փանդ դել դվավ, եւ փանդաբեդին ասին որ ինչր է, ըսկուշ եղիր։ Եվ փանդաբեդը դարավ զանոնք ամենը խորուն խուցին մեջ բահեց։ Իրենց ոտքերն ալ գաբեց ինչի մեջ ջուղերու մեջը, աս ջուղերու մեջը, շղթաներով, ոտքերնին կապած, որվեսի չպաղջեի։ Այդ սավերու մեջ, այդ խոշտանկումի մեջ մարմինին ամբողջ գերեկված կերտված, Պողոս Արաքյալ եւ Շիղան փոխանակ նվնվալու, Աստուծո ասելու որ ինչու դեր, մենք քեզի այսքան ծառայություն գնենք, դու մեզի ինչու չես պաշտպանել, ինչ երին։ Ես գիշերին սկսան Սամոս երկել, օրդություն երկել, փառապանել Աստուծո անունը, որ շնորհակալություն Հիսուս, որ քո անունիդ համար արժանի դարձուցիր մեզ այս չարչարանքին։ Եվ հանգարց իրենց այդ փառապանության մեջ երկրաշարժ եղավ։ Եվ որ երկրաշարժ եղավ,
իրենց ցերկի շղթաները հագվեցան, իրենց ոտքերը ջուղերու մեջ էին, հագվեցան, ելան դուրս եւ փանդին դռները բացվեցան։ Փանդապետը երբ որ տեսավ որ փանդին դռները բացված են, գարձեց որ Պողոսը եւ Շիղան փախած են։ Ինչ հրավ սուրը հանեց ինքնին սպանելու համար, որովհետեւ ռոմեական օրենք է, որ եթե փանդարգյալը փախեր, փանդաբահը, փանդաբեդը եւ փանդի բահակները իրենք կսպանվեին փանդարգյալներու փոխարեն։ Ուրեմն հազիվ հանեց իր սուրը որբեսի սպաներ ինքնինքը փանդաբահը, Պողոսը ասավ. «Միներ, գեցիր, բոլոր սալ հոսենք, մի սպաներ տուն քեզ»։ Եվ երբ որ փանդաբահը տեսավ, սոսկաց եւ ծունգի եկավ, Պողոսին ասավ. ինչն են որ բրգվին, ինչն են, որովհետեւ տեսավ որ ասի հրաշքի արդյունք է։ Եվ Պողոսը ասավ. հավատա Հիսուս Քրիստոսին, քուն եւ քու ընտանիքդ պիտի բրգվի։ Եվ իսկապես ամբողջ ընտանիքով հավատացին, մգրդվեցան, ուր մգրդվեցան, փանդի մեջ, ընտանիքով մգրդվեցան եւ իրենց տունը դարավ, փանդաբահը Պողոսին Շիղային իր տունը դարավ, սեղան շտկեց եւ ուրախացան, գիտեք ինչի համար, որ Հիսուս Քրիստոսի հավատացին։ Հիսուս Քրիստոսի հավատացողները ուրախ կլան սիրելներ, ադորամար Պողոս Արաքյալ Ֆիլիպեցիներուն գրած նամակի մեջ գսեմ ցեզի ուրախ եղեք, դարձյալ գսեմ ուրախ եղեք։ Հիսուս Քրիստոսի հավատացողը ուրախ կլա։ Եվ սիրելներ ուրեմն այդ գիշերը ցնցալե ետքը արավոտուն հադավորներեն լուր եկավ փանդաբեդին որ ազատ արձակե իրենց։ Մեղչունին ազատ արձակե։ Պողոսին ասավ եւ Շիղային դուրս ելեք։ Պողոսը չէ։ Մեզ այսքան խայտարագեցին, մեզ այսքան ձեծեցին։ Ես ռոմեացի եմ։ Եվ այդ ժամանակ սիրելեր ռոմեացիներուն ոյ մեկը չեր գնար գտնալ, անկարելի էր։ Միայն գայս իրավունքներ ռոմեացի քաղաքացիություն ունեցողը բաժել։ Կացին թադավորներուն կով բադվիրակներ եւ ասի որ ռոմեացի է։ Եվ մենք այսօր ձեծեցինք երեք եւ փանդը դրինք ոտքերը ամրացուցինք ջուղերու մեջ, վաղցավ թադավորը։ Պողոսը ասավ մինչև չկան ներողություն չխնդրեն, մենք չենք ելեր փանդեն։ Եվ եկան ներողություն խնդրեցին, Պողոսին ասին 1000 անգամ գներես, 1000 անգամ չենք գիտեր որ ռոմեացի ես, բայց մեկ բան քեզ կխնդրենք, հեռացիր մեր քաղաքեն։ Եվ երբ որ ելան փանդեն, Ֆիլիպեի փանդեն, ուր եկան, այստեղ որու դունը Լիդիային դունը, Լիդիային դան մեջ, որտեղ առաջին եկեղեցին եղավ, այնտեղ մնացին սիրելներ, եւ Պողոս Արաքյալը բազմաթիվ ուրեմն հավատացյալներու բաժար դարձավ։ Օրթոդոքս եկեղեցվո մեջ սիրելներ Լիդիան սուրբ հռչակվեցավ 2000 տարիներ ետ մոտավորապես, այսինքն 1972 թվականին օրթոդոքս եկեղեցին, հույն օրթոդոքս եկեղեցին Լիդիան հռչակեց Սուրբ Սրբուհի եւ մայիս 20 1972-ին ուրեմն Սրբուհի հռչակվեցավ եւ բակերը հավասի կտեսնեք Լիդիան Լիլիթ ուր է Լիլիթ մամային դոնը շնորհավորը լա է դվապար ամեն դար եւ սիրելներ հիմա վերևը կտեսնենք 1972-ին նաեւ սարքեցին եկեղեցիմը իրականության մեջ եկեղեցի չէ այլ մգրտարան է եղավ վերևն է մգրտարանը ամբողջությամբ մոզաիկ է ներսը եւ վերև երբ որ ելենք տեսնենք եւ սիրելներ այս մգրտարանի մեջ միայն մգրտություն կկատարվի ոչ պատարակ ոչ բսակ ոչ թաղում միայն մգրտություն կկատարվի եւ ահավասիկ սիրելներ ամեն մայիսին այստեղ զիգատի այս կեդի շուրջ կավարտվին մեծահասակներ ինչ կնեն մգրտություն կստանան իսկ փոքրերը եկեղեցվո մեջ Եվ կտեսնեք սիրելիներ, որ ինչացև է, քաչացև վրացեն, որովհետև հին ժամանակ մգրդարանները ինչպես էին, Ֆիլիպեի ուրեմն մեջն այդ հին մգրդարանները են գալ, ճիշտ այդպես էին, ոչ չմորդակ որ մեծահասակ էին եւ որ քրիստոնեությունը ընդունեցին առաջին տարուն, չէ, ուրեմն մեկ կողմեն կմտնեին 3 աստիճան գլատ, ինչու 3 աստիճան, որովհետև խորհրդանշը մգրդությունը Հիսուսի 3 օրյա թաղումը
ուրեմն 3 աստիճան գլար, որբեսի իջնեին մեջը 3 օր Հիսուսի հետ ինչ եղած գլան, հոգևորապես թաղված գլան, շուրին մեջ գմակրվեին մեղքերը եւ իդ վեր գելեին, որովհետեւ երրորդ օրը Հիսուսին ջրավ հարություն արավ, ադորամար 3 աստիճան գա որ իդ վեր գփարսանային։ Ըստակ է, հին ժամանակ այդպես էր սիրելիներ։ Եվ այս զիգատի կետը այսօր գնկատվի Եվրոպայի հորտանան կետը։ Այստեղ սիրելիներ միայն հույն վարտաբեդը գրնամգրդություն կատարել, անոր գուզե հույնը լալ, գուքան այստեղ գմգրդե մեծահասակներուն, եւ ասեմ սիրելիներ, որ հույները քիչմը ամեն ինչի մեջը զայրայղ են, չէ, որ ամեն դեպս մեկ բան միայն հույները գուքան այստեղ մգրդվելու, որբեսի հույն օրթոդոքսությունը ընդունի։ Գարձեմ այսքան արդեն ցեզի բավական բան պատմեցի, սիրելի քույրեր եղբայրներ, սրտանց կաղոթեմ, որ մենք որ Սուրբ Հոգիով գտնվեցանք, Քրիստոսի անունին դարձանք, Հայր Աստուծո որդեքիր զավակներ դարձանք, մգրդվեցանք Սուրբ Երրորդության անունով եւ այսօր Աստծո զավակներ ենք, Դիրոջ արժանի զավակի կյանքով ապրենք։ Ոչ թե բարձաբես անունով քրիստոնեալանք, որտեղ Պողոս Արաքյալ գսե երկրորդ Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 5-րդ համարի մեջ քննեցեք դուք ձեզ, դեսնելու համար նույն հավատքի մեջ կմնաք, զննեցեք դուք ձեզ, Հիսուս Քրիստոսի ներկայությունը ունիք ձեր ներսիդին, թե ոչ բարձաբես իր անունը կգրեք։ Ֆիլիպեցներու նամակի մեջ Պողոս Արաքյալը սիրելիներ, ուրեմն Պողոս Արաքյալը 49 թվականին այստեղ եկավ։ Ֆիլիպեցներու նամակը գրեց Հռոմի փանդեն, երբ որ փանդարգված էր։ Եվ իր նամակի մեջ սիրելիներ խոսեցավ հավատացյալներուն Ֆիլիպեցներուն, որ միապանությունը բահեն, իրարու այդ սիրո բլան եւ խոնար կյանքով ապրին։ Նաև գնահատեց իրենց, որովհետև Ֆիլիպեի հավատացյալները այն ժողովուրդ եղան հավատացյալները, որոնք օգնեցին նյութապես նաև Պողոս Արաքյալի հոգևոր աշխատանքներուն եւ նաև Երուսաղեմի աղքատներուն։ Այս նամակի մեջն էր, որ Պողոս Արաքյալ գսե երկրորդ գլխու 6-11 համարներու մեջ, որ Աստուծո որդին Հիսուս Քրիստոս Հորը հետ հավասար ըլլալը հափշտակություն չի նշանակել, այլ Հիսուս Աստվածային իր փառքը երկինքի մեջ ցկեց, խոնարեցավ, մարդ դարձավ, մարդացավ, մեզի պես մարդ եղավ, ծառայի գերբարանքը ստացավ եւ իր կյանքը տվավ մեզի համար, եւ Աստված Հիսուսին խոնարհությունը տեսնելով իր զավգին բարձրացուց զայն եւ անոր տվավ անունը, որ վերը բոլոր անուններ են, որբեսի Քրիստոսի անունին դիմաց խոնարհին բոլորը, երկրավորները եւ սանթարամետականները եւ ամեն լեզու Հիսուսին դիմաց զունգի կա ու տավանի, որ ինքը դերն է, աշխարհի դերն է։ Հետո եկեք մենք ասենք Հիսուս Քրիստոս դերն է։ Հիսուս Քրիստոս դերն է։ Հիսուս Քրիստոս դերն է։ Հիսուս Քրիստոս դերն է։ Այո, սիրելիներ, Հիսուս երկնքի եւ երկրի դերն է։ Հիսուս մեր դերն է։ Հիսուս մեր ընտանիքներուն դերն է։ Գայդարարենք, որ Հիսուս մեր հայրենիքին դերն է, մեր ամեն ինչին դերն է եւ գաղութենք, որ բոլոր մեր զավակները դառնան Տիրոջ։ Աշխարհի մարդկությունը դառնա Տիրոջ, որովհետեւ դերը եկավ բոլոր մարդոց համար, բոլոր մարդիկը բրգելու համար։ Եվ աղոթենք իսկապես մեր հայրենիքին համար, որբեսի իդ վերադառնան Տիրոջ։ Գործված զավակները, գործված սերտորները իդ Տիրոջ վերադառնան։ Ինչպես որ դերը սիրելներ արձակեց գաբանքները Պողոս Արաքյալի եւ Շիղայի փանդի մեջ են, այն զավակները, որոնք մեղքի փանդին մեջ փանդարգված են ու շղթայված են չար ոգիներուն կողմեն, դերը թող արձակի անոնց գաբանքները եւ սիրելիներ, հիվանդության գաբանքները, մեղքի գաբանքները, թմրամոլության գաբանքները, արբեցողության գաբանքները, ձխախոդի գաբանքները, փամփասանքի գաբանքները, շարափանության գաբանքները, ամեն տեսակի գաբանքներն դերը թող արձակե, որբեսի ամենքս կարողանանք սրբությամբ Տիրոջ անունը փառավորել։ Թող Քրիստոսի շնորհքը, Սուրբ Հոգին զորությունը եւ Հայր Աստուծո երկնավոր պահպանությունը բոլորիս հետ լա
Հավիդյանը մինչև Հավիդյան, ամեն։ Օրհնյալը լավ սիրելիներ, եւ բիդուզեմ որ հիմա այստեղ ասեմ որ սուրբ բադրակ կլա բիդուզեմ որ հիմա դու գալ ինձի պես նստիկ ծեր ոշիկները արել այո եւ դու գալ սիրելիներ միայն գամած բիդրեք որովհետեւ սահուն է Այս ջուրը ասեմ որ շատ բաղ է եւ խմելու ջուր է կադարյալ մաքուր ջուր է օրտված ջուր կհամարվի եւ հետեւաբար միայն շատ սաուն է չափազանց է սուս սիրելի ժողովուրդ հայոց ծերալ ուխտը կադարը լա աստված օրտե բոլորիդ օրդյալը լա մեկ հատ Քրիստոսի մեջ երկենք ոտքի ամենք Քրիստոսի մեջ Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ որեն Աստված մեծը հավամության ձայն հնչեցավ սուրբ ողջունից հրամանդվավ եկեղեցից մի անց եղև համբույրը սոտներ մանդվավ Նեն հերացավ սերընթանուրը սրվեցավ Այդ պաշտոնյա պացյալըսան Կուզոր դունյունի մի պերան միասնական աստվածության որ ուստրոբրեք եսը Բահբանիչ և ույս ավադացելոց Քրիստոս աստված մեր, բահյա, բահբանյա, օրտնյա, զասկս այոց, զեգերեցին Հայաստանյաց և համայն ուղտավորքս։ Եվ նաև բոլոր հավադացյալքս, ընթովանյա սուրտ և բադվագան խաչիոտկովի խաղաղության, պրգյա, դեր, հերևելի և հաներևույթ թշնամբույն, արժնավորյա կողության պարավորել, ըսկեզ ընթոր և ընցերպող բույթ, Այժմ և միշտ և ավիդյանս ավիդերից ամեն հայր մեր, որ եկիրս ես, սուրբ եղիցի անունքո, եկեսի արկայությունքո, եղիցին գամքո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ զբաղվիս մեր, որպես և մեր թողունքներոց բարգավանած, և մի տանից մեզի փորձություն, այ կրյաց մեզի չարել, Զիգոյ արկայություն և զորություն և պարք հավիդյանս հավիդելից ամեն Օրդնյալ կերերուքի շնորած հսերվող կույն հանքերու խաղաղությամբ և դեր Իսուս Քրիստոս եղիցի են ծեզ ընդ ամենեսյանդ ամեն Օրդնյալ եղեք սիրելներ ուղերնիտ կադար Thank you Jesus Մդեք ելեք, միայն չսայիք շատ որովհետև